Տիկին Մանասյան, նախորդ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ որ դուք զեկույց եք ներկայացրել միայն անգլերեն լեզվով, մենք ստիպված եղանք ձեզ հիշեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գոյության մասին եւ լեզվի մասին, օրենքի գոյության մասին, որով պահանջում է, որ պետական պաշտոնյաները իրենց գործավարություն իրականացնեն միայն հայերեն լեզվով։ Այս անգամ մենք ստիպված ենք ձեզ տեղեկացնել մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի գոյության մասին, որի երկրորդ հոդվածը, որը սահմանում է մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, սահմանում է հետևյալը. Պաշտպանը հետևում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների ազատությունների վերականգնմանը։ Այն խնդիրը, որի մասին որ դուք խոսում եք, որով ներկայացնում եք օրինակներ, չի վերաբերվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդկանց իրավունքների խախտմանը, վերաբերում է մասնավոր սեկտորի կազմակերպությունների կողմից, որոնց հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ եւ բացարձակապես դուրս են ՄԻՊ-ի մանդատի շրջանակներից։ Իսկ դրա փոխարեն մարդու իրավունքների պաշտպանի իրավասության տիրույթում պետք է լինեին եւ կարծում եմ այս օրերին հատկապես Արցախի ցեղասպանված եւ բռնի տեղահանված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս օրերին քննչական կոմիտեում կազմակերպվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներ հանիրավի կերպով ոստիկանության բաժնում բռնության ենթարկված քաղաքացիների։ Բազմաթիվ են դեպքերը բողոքի ակցիաներից ապօրինի բերման ենթարկված քաղաքացիների, նրանց խախտված իրավունքների վերաբերյալ։ Բայց մեկ է պարզվում է, որ ձեր հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում ձեր ուշադրության կենտրոնից։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 19-ից, երբ որ դուք հրավիրվել եք հանրային հեռուստաընկերություն Պետրոս Ղազարյանին հյուր, նրա տված առաջին հարցին, թե ոնց կամփոփեք 24 թվականի մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, առաջին խնդիրը առանձնացրել եք էլի աղմուկ առաջացնելով նույնիսկ Պետրոսի զայրույթը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ձեր խնդիրներով դուք ի վերջո կզբաղվեք, թե չէ։ Իսկ եթե շատ եք ուզում զբաղվեք այս խնդրով, որը ես կարծում եմ էլի շատ կարևոր խնդիր է, ապա կարծում եմ, որ շատ հանգիստ կարող եք հրաժարական ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից եւ ստանձնել Պարեկի պաշտոնը, իդեպ պետությունը խրախուսում է կանանց ներգրավությունը բարեկային ծառայությունում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, պարոն Ղազարյան, ձեր նախ ելույթի, հետո հարցադրումների համար։ Ինձ այդ հարցադրումները հիմա հնարավորություն տվեցին մի քիչ ավելի լայն հանրային իրազեկումներ իրականացնել այս խնդիրների հետ կապված։ Նախ նշեմ, որ մեր միջազգային տարբեր կազմակերպություններ կան, որոնք գնահատում են մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների գործունեությունը եւ նրանք նաեւ պարբերաբար այդ թվում խորհրդապահական եղանակով հաղորդակցություններ են ներկայացնում մեր հաստատություններին, թե օրինակ հաստատությունը ինչ խնդիր կարող է ունենալ կամ ինչ հարց պիտի ավելի լայն մանրամասնությամբ հետազոտի եւ օրինակ մեր հաստատության հետ կապված հաղորդակցություններից մեկն էլ եղել է այն, որ եղել են ժամանակահատվածներ, երբ որ օրինակ հաստատությունը կենտրոնացած է եղել մի խնդրի վրա, մյուս խնդրին անդրադարձ չի կատարել եւ այլն, եւ հատուկ հաղորդակցություն է եղել այն ուղղությամբ, որ մենք պետք է կարողանանք կենտրոնանալ մարդու իրավունքների բոլոր խնդիրների վրա, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ենք գտնվում եւ անկախ նրանից, թե օրվա ընթացքում որ հարցերն են միգուցե ավելի մեծ հանրային հնչեղություն ունենում կամ ոչ։ Հետևաբար այս տեսանկյունից ինձ համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները եւ շնորհակալ եմ նաեւ, որպեսզի հնարավորություն տվեցիք սրա վերաբերյալ նաեւ միջազգային կազմակերպությունների ռեկոմենդացիաների վերաբերյալ հրապարակային խոսելու։ Այդ տեսանկյունից այս խնդիրը, այո, շատ կարևոր խնդիրներից է, ես չեմ ասի, որ դա ամենակարևոր խնդիրն է, բայց այն խնդիրներից է, որը ընդհանրապես մեր տիպի հաստատությունների կողմից Հայաստանում չի հասցեավորվում, մինչդեռ միջազգային պրակտիկայում շատ ակտիվ են մեր տիպի հաստատությունները այս խնդիրները հասցեավորելու դիտանկյունից։ Եվ դա է պատճառը, որ մնացյալ խնդիրների հետ համահավասար մենք զբաղվում ենք նաև այս հարցերով։ Հաջորդը ՄԻՊ-ի մասին օրենքը հիշատակեցիք եւ խոսեցիք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից կատարվող խախտումների մասին, բայց հավանաբար երևի թե սա էլ հանրային իրազեկում անեմ, սա նաեւ մեր հաստատությունների ընկալումների վերաբերյալ ամենամեծ խնդիրներից է, այդ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում։ Մեր տիպի հաստատությունները դիտարկվում են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության գործառույթն իրականացնող հաստատություններ, բայց իրենք ունեն շատ կարեւոր երկրորդ մանդատային
գործառույթը դա իրավունքների խթանումն է եւ բոլոր իրավունքները, որոնք օրինակ հա պետությունում կարող են մակարդակը դրան զարգացած չլինել եւ այլն, դրանք պետք է շատ ակտիվ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների կողմից բարձրաձայնվեն։ Իդեպ նշեմ, որ նախորդ տարի հոկտեմբերին մեր հաստատությունը ՄԱԿ-ի կողմից գնահատվել է եւ մեր գնահատման արդյունքները այն են եղել, որ իհարկե մեր հաստատությունը գործում է արդյունավետ, անկախ եւ վստահելի է, բայց նաեւ կարեւորել են իրավունքների խթանման գործառույթի հետ կապված դարձյալ ակտիվ գործունեության շարունակումը, հետեւաբար անկախ նրանից, թե մենք խոսում ենք որ մարմնի մասին, իրավունքների խթանման տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանը ունի շատ լայն մանդատ, այդ թվում հանրային իրազեկումներ իրականացնելու միջոցով, ինչ վերաբերում է այս թեմային պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված մոնիթորինգային մեր գործառույթը, ապա պետք է նշեմ, որ այստեղ այո շատ հաճախ կարող ենք գործ ունենալ դեպքերի հետ, երբ խոսքը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խախտումների մասին է։ Օրինակ, երբ անձնական տվյալներ են փոխանցվում դիմումատուների օրինակ հա տարբեր այլ անձանց։ Անձնական տվյալի փոխանցումը բնականաբար անձնական տվյալների պաշտպանության իրավունքի տեսանկյունից կարևորագույն հարցադրումներից մեկն է, որը պետք է հենց մեր տիպի հաստատությունների կողմից հասցեավորվի։ Ես մի օրինակ բերեցի ընդհանրապես, բայց օրինակները բազմաթիվ են, հա, օրինակ, չգիտեմ, եթե ոստիկանության ծառայողը պատշաճ չիրացնի նաև իր գործառույթը, սա եւս կարող է լինել խնդրահարույց այս ոլորտի հետ կապված։ Ինչ վերաբերում է մեր զեկույցների լեզուներին, ապա նշեմ, որ Միավորված ազգերի կազմակերպություն ներկայացվող մեր այլընտրանքային բոլոր զեկույցներն են անգլերեն։ Մենք բոլորովին վերջերս ներկայացրել ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին զեկույց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, UPR-ի շրջանակներում ենք այլընտրանքային զեկույց ներկայացրել, բոլորովին վերջերս ներկայացրել եմ այլընտրանքային զեկույց Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված եւ խնդիրները արձանագրելով զեկույց, գործերի քննությանն առնչվող եւ դրանք արձանագրող զեկույց, ընդ որում սա այլընտրանքային զեկույց է, որը ներկայացվել է միջազգային համապատասխան մարմնի, անգլերեն լեզվով են ներկայացված, բայց այդ բոլոր հարցերին կարող եք ծանոթանալ մեր զեկույցներով, բոլոր զեկույցներով, օրինակ երեխաների իրավունքների հետ կապված այլընտրանքային զեկույցը վերաբերում է նույն այն թեմաները, որոնք ներկայացված են մեր տարեկան հաղորդման շրջանակներում։ Ավարտում եմ, պարոն Բաքվյան, հետեւաբար հայերեն լեզվով դրանք եւս հասանելի են, պարզապես միգուցե on-line հարթակում գտնվելու դրանց վայրը հասանելի չէ։ Մյուս խնդիրները, թե Արցախից տեղահանված քաղաքացիները, թե բռնության ենթարկվող քաղաքացիները ոչ միայն պարզապես իմ ուշադրության կենտրոնում են, այլ դրա հետ կապված, եթե ժամանակ լինի, կարող եմ շատ մանրամասն բոլոր հնարավոր գործիքներով, որոնցով առնչվում ենք այս ոլորտին, անդրադարձ կատարել։ Շնորհակալ եմ։ Պարոն Մկրտչյան, այս նախորդ հարցու պատասխանից նաև պարզ դարձավ, որ ցանկացած որոշում, որը կապված է վարչական իրավախախտումների վերահսկման իրականացման հետ, այդ ծանրությունը մնում է ոստիկանության վրա, որովհետև եւ տեսչական հսկողություն իրականացնող մարմինների վրա։ Եվ որպեսզի հնարավոր լինի գնահատել ոստիկանության աշխատանքի օպերատիվությունը կամ արձագանքման ընտրողականության նկատմամբ վերաբերմունքը, ես ուզում եմ 3 դրվագ առանձնացնել ոստիկանության գործողությունների կապված հենց ազգային ժողովի տարածքում գործողության կամ անգործության հետ։ Մասնավորապես վերջերս ազգային ժողով էին մուտք գործել ոստիկանության ծառայողներ, որոնք ազգային ժողովում տուգանեցին պատգամավոր Գառնիկ Դանելյանին ծխելու կարգերը խախտելու համար։ Որոշ ժամանակ առաջ ոստիկանները ազգային ժողովում ձերբակալեցին պատգամավոր Մեհեր Սահակյանին ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ իր օրթոպեդիկ միջամտության գործողությունների հանգամանքներով պայմանավորված։ Բայց 2023 թվականի ապրիլի 4-ին ազգային ժողովում մի շատ աղմկահարույց քննարկում էր բառի բուն իմաստով, այսինքն աղմուկ էր դրսևորվում եւ այդ աղմուկի ժամանակ շատ պատգամավորներ ցուցաբերում էին ակնհայտ խուլիգանական վերաբերմունք, անհարգալից վերաբերմունք ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանի տեխնացուի վերաբերյալ, տապալելով ազգային ժողովի նիստը վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով ՄԻՊ տեխնացուի հասցեին, որի կապակցությամբ ոստիկանությունը որևէ արձագանք չունեցավ, որևէ ձևով չմիջամտեց, ոստիկանության ծառայողներ չեկան ազգային ժողով եւ կարգի չհրավիրեցին կարգազանց պատգամավորին։ Այո, ուզում եմ անամ ոստիկանությունը նման դեպքերում ինչ մեթոդաբանություն է կիրառում, ընտրողականության ինչ դրսևորումներ է ցուցաբերում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։
Եթե հակիրճ հարցին պատասխանեմ, ոստիկանությունը դրսևորում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը պահելու մոտեցումներ եւ արձագանքում է բոլոր իրավախախտումներին, որոնք որ հասանելի են տարբեր աղբյուրներից իրեն։ Թերևս կարճ այսքանը։ Էդգար Ղազարյան։ Ես երկու հարց ունեմ։ Դուք ասացիք, որ ինչը եւ իրականությունն է, որ դուք քաղաքականություն մշակող մարմին եք։ Ցանկացած նախարարություն իր քաղաքականությունը մշակում է հիմնվելով կառավարության գործունեության ծրագրի հիման վրա։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ասեք, թե կառավարության ծրագրի որ դրույթն է նախատեսում, որ առողջապահության նախարարությունը աղմուկի կարգավորման իմաստով պետք է քաղաքականություն մշակի։ Խնդրում եմ ձեր հեղումները կառավարության գործունեության 2021-26 թվականների ծրագրին։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ դուք քաղաքականություն եք մշակում, ձեր քաղաքականությունը պիտի հիմնված լինի հանրային առողջության մասին օրենքի վրա, բնականաբար պետք է նախարարություն իր քաղաքականության մեջ սահմանի առաջնահերթությունները, թե որոնք են առաջնահերթությունները քաղաքականության առումով, հանրային առողջության կազմակերպման իմաստով, որտեղ կան հիվանդություններ, որոնց տարածումը, որոնց ազդեցությունը հանրային առողջության վրա շատ ավելի մեծ է եւ վտանգները շատ ավելի տեսանելի են, քան մեկ այլ տիպի հիվանդություններ։ Այօրինակ այդ դասակարգման մեջ, եթե դուք հիմա հանձն եք առել, խորհրդանում գալ մասնակցել քննարկման, կարևորություն եք տվել դրան ձեր ներկայության պատվելու այդ քննարկումը, ես ուզում եմ որպեսզի դուք ասեք, այդ ձեր դասակարգման մեջ աղմուկը որ երրորդ տեղում է, ասենք օրինակ վարակիչ հիվանդությունների, հենաշարժական համակարգի հիվանդությունների, չգիտեմ, վիրուսային հիվանդությունների տարբեր տիպի, այդ ընդհանուր այդ ցանկում հանրային առողջության վրա սպառնացող հիվանդությունների աղմուկը որ դասակարգման մեջ է եւ ասենք որ դուք դրան տալիս եք նման մեծ կարեւորություն։ Եվ երրորդ հարցը այստեղ նշվեց, որ ձայնի բացասական ազդեցություն կա առողջության վրա, եւ որոշ դեպքերում դառնում է նաեւ խոշտանգման դրսեւորում։ Օրինակ դուք առանձնացրել եք արդյոք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում։ Օրինակ ես լսել եմ, որ շատ մարդիկ դժգոհում են, որ վարչապետի ձայնը լսելուց երեխաները լացում են, շները հաչում են, ինչ-որ բացասական ազդեցություն անում։ Դուք ուսումնասիրել եք արդյոք այդ ոլորտը, ասեք, գոնե սահմանափակելու են մարդկանց, ում ձայնը տհաճ է հանրության համար։ Շնորհակալություն։ Ուրեմն, տեսեք, 2021-26 թվականների կառավարության ծրագրում մի ամբողջ գլուխ հատկացված է եւ առաջի անգամ է, որ ռազմավարական առումով կառավարությունը անդրադառնում է նաեւ շրջակա միջավայրի ազդեցությունը առողջության նկատմամբ որպես առանձին միջոցառումների խումբ անդրադառնալով։ Եվ սրա շրջանակներում, այո, հանրային առողջության մասին օրենքը մեր կարևոր գործառույթներից եւ միջոցառումներից է, որ դրա փոփոխությունը իրականացրել ենք։ Այսինքն, այո, սա բխում է նաեւ մեր ռազմավարությունից եւ կառավարության ծրագրից։ Ուրեմն շարունակելով հարցը, ինչպես ենք կարևորում առաջնահերթությունները, ինչպես ենք որոշում, սա եւս ուրեմն շատ ինչպես ասեմ, ինձ թվում է հանրային մատչելի տեղեկատվություն է, ընդհանրապես քաղաքականությունները մշակվում են ելնելով ուրեմն ստատիստիկ տվյալներից, հիվանդացության մակարդակից, խնդիրների կարևորությունից, վերլուծություններից, միջազգային կառույցների ուրեմն տրված եզրահակացություններից եւ այլն եւ այլն եւ այլնից, ինչից առանձնացվում են տվյալ ժամանակաշրջանի համար կարևոր ուղղություններ, սահմանվում են միջոցառումներ եւ իրականացվում են։ Ինչու եմ կարևորել, ճիշտն ասած, եթե այստեղ չլինեի եւ կշտամբանք հնչեր, որ ինչու առողջապահության նախարարը չի կարևորում հանրային ուրեմն հնչեղություն ունեցող հարցին ներկայանալ եւ իր ուրեմն ներկայությամբ այստեղ նաեւ ելույթ ունենալ, գուցե հասկանալի լիներ, բայց հակառակը, ճիշտն ասած, տարակուսալի է, մնացած ուրեմն արդեն այլ չեմ էլ անդրադառնում համարելով անպատշաճ։ Շնորհակալություն։
Այսինքն ձեզ թվաց, որ դուք իմ նախորդ երկու հարցերին պատասխանեցիք, երրորդն էլ որոշեցիք չպատասխանեք որպես անպատշաճ։ Ես ճիշտ ասած տենց էլ իմ հարցի պատասխանները չստացա, թե կոնկրետ այդ հարցը, որ հիմա քննարկվում է, կառավարության ծրագրի հետ ինչ առնչություն ունի։ Ունեք առողջապահության ոլորտում կառավարության գործունեության ծրագրի դրույթ է հանդիսանում առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը, որը որ դուք հաջողությամբ տապալել եք եւ ոնց որ հասկանում եմ այլևս ի վիճակի չեք իրագործելու։ Ես ասում եմ իմանալ, թե առաջնահերթությունների մեջ ինչ դասակարգում ունի աղմուկը, այդ հարցին էլ դուք չկարողացաք պատասխանել։ Այսինքն իհարկե հնարավոր է որ հարցերի մարդ չկարողանա պատասխանել, բայց այդ դեպքում կարծում եմ ճիշտ կլինի ուղղակի ի սկզբանե հրաժարվել, ասել, որ իմ ենթադրեք մասնագիտական կամ այլ կարողությունները չեն բավարարում հարցերին պատասխանելու համար, քան այդ հարցի կապակցությամբ ուղղակի ձայն արտաբերել։ Շնորհակալություն։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, ազատ խոսքի երկիր է եւ կարող եք հաջորդիվել շարունակել այդպես ինքնաարտահայտվել, եթե ձեզ թվում է դուք հարց տվեցիք, ուրեմն ես էլ ձեր հարցերից փորձեցի ողջամիտ կտոր առանձնացնել եւ պատասխանել։ Ինչքան որ պատասխանեցի, խնդրեմ բավարարվեք։ Ես վարողի իրավունքով, պարոն Ղազարյան, մենք ուրախ ենք, որ դուք ոչ մի լսում բաց չեք թողում։ Երևի այդպես էլ կշարունակեք, բայց եկեք այնուամենայնիվ զավեշտի չվերածենք այս քննարկումը։ Եվ երբ որ ազգային ժողովը լսումներ է կազմակերպում, հրավիրում է գործընկերներին գալու ստեղ ներկայացնել, դա չի նշանակում, որ իրանք այլ աշխատանք եւ անելիք չունեն, թե կառավարության ծրագրով սահմանված գործողությունների մասով, թե իրենց կանոնադրությամբ սահմանված գործողությունների մասով եւ այդպիսի թյուր տպավորություն որևէ մեկի մոտ պետք չի թողնեն, որ առողջապահության նախարարը կամ մեր գործընկերներից որևէ մեկը, որ այսօր եկել աղմուկի թեմայով խոսելու, այլ գործ չունի անելու։ Բոլորը իրենց աշխատանքը պատշաճ կատարում են, անհոգ եղեք, հետո այլի հարցեր կլինի, կտակ կպատասխանենք։ Շնորհակալություն, եկեք Ճիշտ ասած, ես ձեր կարգավիճակը չեմ հասկանում նախնդեղ նստելու, որովհետեւ այս լսումները հրավիրել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը եւ դուք ստեղ վարողի իրավունքը չունեք, որ վարողի իրավունքը մեկնաբանությունը կատարեք։ Ես գիտեմ իմ իրավունքները։